Սառույցով ըմպելիքը զովացրել, բայց աղեստամոքսային խնդիրներ է առաջացրել։ Ամռան շոքերին դիմակայելու այս միջոցն իրականում առողջության համար ռիսկեր է պարունակում, զգուշացնում են Հերացի վերլուծականի համաճարակաբանները։ Վտանգավոր է, չենք պատկերացնում, որ սառույցից կարա ինչ-որ մի բան լինի, որտեղ մտածում ես դե սառած է, այնտեղ միկրոբ դժվար է լինի, բայց հակառակ էֆեկտն է էլի իրականում լինում։ Սննդային թունավորման ախտանշաններով վերջին ամիսների հոսպիտալացումների մեջ արդյոք սառույցը մեղքի բաժին ունեցել է, վիճակագրություն չկա, բայց որ սրճարան, ռեստորաններում կամ տանը դրա մեջ կարող են լինի ծորակի անորակ, ջրից սառեցնող ապարատը պարբերաբար չախտահանելուց երբեմն էլ բարմենի ոչ մաքուր ձեռքերից միկրոբներ հայտնվել, փաստ է։ Մոտեցումը, թե երբ ջրի ջերմաստիճանը մինուսի է իջնում, դրա մեջ եղած վիրուս, բակտերիա, մակաբույծ ամեն ինչ ոչնչանում է, սխալ է։ Այդ թեզի հետ հույս մի կապ եք, ասում է Մերի Տեր-Ստեփանյանը։ Սկսած աղիքային սուպիկից, կապտաթարախածին սուպիկից, անգամ սիբիրյան խոցի հարուցիչները, սիբիրյան խոցը մեր համար ամենաարտաքին միջավայրում կայուն բակտերիան է, սառույցում այս հարուցիչը նույնպես կարող է երկար պահպանվել, խոլերայի հարուցիչները, որովայնային տիֆի, դիզենտերիայի հարուցիչները, այսինքն աղիքային վարակների մեծ մասի համար սառույցը բարենպաստ միջավայր է։ Խոհանոցում ախտածինների փունջ չպահելու համար պետք է տանը թե արտադրամասում սառույցը պատրաստել ստուգված մաքուր ջրից ու սառցարանում այն պահել հեռու հատկապես սեզոնի երկու ռիսկային ապրանք աղացած մսից ու պաղպաղակից։ Էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ հալվող այդ սննդատեսակներում բակտերիաներն արագ բազմանում են իրար վարակում ու նորից սառչելով արդեն կրկնակի վտանգավոր դարձնում մթերքը։ Այնպես որ սառույցով սուրճ կամ հյութ պատվիրելիս բժիշկը չի թաքցնում, ինքնօրինակ ուշադրություն է դարձնում բաժակ լցվող խորանարդիկներն առաջին թարմության են։ Անհնար է այս շոքի պայմաններում, որ ինքը չհալվի նորից սառի։ Մասնագետը հորդորում է սառույցի ռիսկերի մասին հիշել հատկապես ճամփորդելիս, մանավանդ այն երկրներում, որտեղ ծորակի ջուրը խմելու չէ։ Լավագույն լուծումը տվյալ դեպքում հյուրանոցի նաև բաժակը չօգտագործելն է։ Փորձեք շշալցված ջուր խմել։ Կանոններն իմանալով հանդերձ աշխարհում շոքերը որքան սաստկանում, սառույցի օգտագործումն այդքան ավելանում է։ Հուլիս-օգոստոսին հասնելով տարվա սպառման պիկին։ Հերմինե Բաղդասարյան, Արամ Մարանդյան, Արման Թովմասյան, լուրեր։